Մյուրոն օրնեկից հետո նոր Մյուրոնից բաժին է հանվում հայ եկեղեցու աշխարհասփյուռ թեմերին։ Մյուրոնը բաշխում է վեհափառ հայրապետը, սափորը փոխանցելով թեմակալ առաջնորդներին։ Մյուրոնի հետ նրանք Մայրաթոր Սուրբ Էջմիածնից նաև հայոց հայրապետի օրհնությունն են հասցնում հայկական գաղթօջախներ։ Դարեր շարունակ այս առաքելությունը կատարել են հայոց եկեղեցու նվիրակները։ Նվիրակությունը մի պաշտոն էր, որ տրվում էր հատուկ մարդկանց, ովքեր որ կարող էին լեզու գտնել տարբեր խավերի մարդկանց հետ, կարող էին իսկապես դառնալ բանագնացները ամենայն հայոց կաթողիկոսի, պատիվ բերելով Սուրբ Էջմիածնին, որովհետև պատմական տվյալները վկայում են, որ շատ մարդիկ չունենալով հայրապետական կոնդակը, որով որ հավաստում էր նրանց նվիրակ լինելը, փորձում էին չարաշահել եւ մարդկանց մոլորեցնել։ Եվ այս էր պատճառը, որ անպայման նվիրակը պետք է ունենար հայրապետական կոնդակ։ Մյուրոնի փոխանցման առաջին հիշատակություններից մեկը Մեսրոպ առաջին Արտազեցի կաթողիկոսի 14-րդ դարի կոնդակում է։ Այն ժամանակ չկային այսօրվա փոխադրամիջոցները եւ նվիրակները մի վայրից մյուսը տեղափոխվելու համար շրջագայում էին քարավաններով, նավերով եւ այլ հասանելի ձևերով։ Նրանք ապահովագրված չէին ավազակների հարձակումներից, բնական աղետներից եւ շատ հաճախ էին փորձությունների մեջ ընկնում։ Հիշատակություններից մեկի համաձայն Սուրբ Էջմիածնի նվիրակ Հովանես Պոնտացի եպիսկոպոսը 1762 թվականի հունվարի 20-ին Բասրայից նավ է նստում եւ 40 օր հետո հասնում Հնդկաստանի Սուրաթ քաղաք։ Այնտեղից էլ նավով ճանապարհ է ընկնում դեպի հայաշատ Կալկաթա։ 60-օրյա նավարկությունից հետո, երբ գրեթե հասել էին Կալկաթային, փոթորիկը կործանում է նավը։ Նվիրակը եւ 4 այլ հայեր հրաշքով փրկվում են։ Ցավոք ջուրը տարել էր նվիրակի սնդուկը, որի մեջ էին Մյուրոնը, նրա գրքերը եւ կոնդակը։ Աստծո նախախնամությամբ մի քանի օր անց սնդուկը հայտնվում է, որի մեջ անվնաս էր մնացել միայն Մյուրոնը։ Այնուհետև նա 40 օր շարունակ ստիպված է լինում փախչել առյուծներից, սնվելով ինչով կարող է։ Վերջապես 1763 թվականի հունվարի 15-ին նվիրակը հասնում է Հնդկաստանի Սեյդաբադ քաղաք։ Սա պատմական մի փաստ է, որը ցույց է տալիս, թե ինչպիսի դժվարություններ են հաղթահարել նվիրակները ժողովրդին Մյուրոնը հասցնելու համար։ Մեր առաջնորդները ստանձնել են նվիրակի պարտականությունները եւ առաջնորդները լինելով հայոց հայրապետի, Սուրբ Էջմիածնի, Մայրաթորի ներկայացուցիչները իրենց թեմերում, իրենց կանոնական տարածքներում բաշխում են Սրբալույս Մյուրոնը, որով որ օծվում են եկեղեցիները, մարդիկ են մկրտվում, դրոշվում եւ նրանք նաեւ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչները լինելով իրենց թեմերում պարտականություն ունեն, պարտավորություն ունեն Մայրաթոր Սուրբ Էջմիածնի օրհնությունը բաշխելու։ Լուսինե Բալյան, Գևորգ Ավագյան, Եկեղեցական կյանք։